այստեղ վաղինան կարդում են։ Ուրեմն մասնակցել են 1139 դրով, կազմում է 88%։ Հոկտեմբերի 30-ին կայացավ Նինոցմինդայի Սագրեբուլոյի նոր գումարման առաջին նիստը, որի ընթացքում պատգամավորները ընտրեցին Սագրեբուլոյի նախագահին և հաստատեցին տեղական ինքնակառավարման կազմը։ Ինչպես ես ասեմ, դուք գիտեք, որ ուրեմն մենք ամփոփիչ արձանագրությունը ստորագրեցինք 15-ին, ամբողջ տարածքային հանձնաժողովի անդամներով։ Ուրեմն տրական օրենսգիրքը նախատեսում է, որ այդ ամփոփային արձանագրությունը ստորագրելուց 2 շաբաթ հետո նոր իրավունք ունեն եւ ավականու պատգամավորները եւ քաղաքապետը անցնել աշխատանքի։ Դա երեկ էր, փաստորեն մենք այսօր են ժողովը նախատեսել, արդեն այսօրվանից եւ ավականու պատգամավորները եւ արդեն քաղաքապետը անցան իրենց աշխատանքին։ Սա այսօրվա միջոցառումը դա է։ Եվ փաստորեն այսօր գումարվում է ավականու առաջին նիստը, որտեղ պետք է ընտրվեն նախագահ, տեղակալներ եւ հանձնաժողովի անդամներ, նախագահներ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրացական երազանք կուսակցությանը մեր բոլորիս վստահության համար, մեր իրեն շարքերը ընդունելու համար եւ մեր բնակչության իրենց տված քվեի համար, մեր բնակչությունը մեզ տվել է մաքսիմալ քվե եւ մենք պարտավոր ենք մաքսիմալ քվեի համապատասխան իրենց աշխատանքներ կատարեն, որպես իրենց տվածից, ծայրներից եւ իրենց վստահած քվեի համապատասխան ստանան մեզանից։ Իրենք իրենց արել են, մնացել ենք մեր անենք։ Ու ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանի պատգամավորներին, մեր ընկերներին, ովքեր մինչև այսօր մեր կողքն էին եւ ասեմ, որ այսօրվանից մենք պետք է աշխատենք քաղաքապետարանի հետ, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների հետ եւ մեր կատարած աշխատանքը պիտի լինի մեկը։ Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Գյուրեղյանը ներկայացրեց եւ հանձնեց ընտրությունների պաշտոնական արդյունքները, շնորհավորեց նորից ընտրված քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին, ինչպես նաեւ նոր կազմավորված Սագրեբուլոյին մաղթելով բոլորին հաջողություն, առողջություն, փոխադարձ եւ վստահություն համատեղ աշխատանքի ընթացքում։ Առաջի հերթին ուզում եմ շնորհավորել ձեր արդեն այսպես ասած օֆիցիալ աշխատանքային առաջին օրը։ Այսօր տեղի ունեցավ Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականու նորընտիր ավականու Անդրանիկ նիստը։ Առաջին նիստին մենք ընտրել ենք ավականու նախագահ, ավականու նախագահի տեղակալներ, 3 տեղակալ, ավականու հանձնաժողովի նախագահներ, խմբակցության նախագահներ եւ իրենց տեղակալներով։ Ընտրությունը սկսվել է այսօր ժամը 11-ին եւ ավարտվել է արդեն մոտավորապես ժամի 3-ն է, ընթացել է ընտրությունները մեծամասնության կողմով, բացասական ոչ մի էներգիա կամ էմոցիա չի ֆիքսվել ընթացքում, ունենք այս պայդրությամբ կազմավորված ավականի, որը կծառայի մեր Նինոցմինդայի բնակչությանը 2025-29 թվականներին եւ ցանկանում եմ մեր ավականու նորընտիր անդամներին բոլորին հաջողություններ, առաջընթացներ եւ մեր բոլորիս կողմից կատարած աշխատանքները եւ կայացրած որոշումները թող մեր բախին մեր բնակչության պահանջներից եւ սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Հաջողություններ այ օրինակի համար մեր վրացական հիմնականում մեր ավականին կազմավորվել էր 26 անդամից 15 անդամը համամասնական ընթացակարգով ցուցակով էին, իսկ 11-ը մաժորիտար համակարգով էին, սակայն մեր պատգամավորներից 3 պատգամավոր ցանկություն հայտնեցին, որ Վրացական երազանք դեմոկրատական Վրաստան կուսակցության շարքերից դուրս եկան Արարատ Մանասյանը, Էկա Անտաձեն եւ Մուխամեդ Բերիձեն եւ իրենց դուրս գալով ընդունեցին ժողովրդի ուժ կուսակցությունը, Խալխիս Ցալա կուսակցությունը, որով իրենք կազմավորեցին խմբակցություն եւ խմբակցության նախագահ ընտրեցին Արարատ Մանասյանին, իսկ տեղակալ Մուխամեդ Բերիձեին եւ Էկա Անտաձեն
սովորական անդամ։ Դինոցմինդայի մունիցիպալիտետի Սագրեբուլոյի նախագահ ընտրվեց Վահան Արոյանը։ Ընտրվելուց հետո Վահան Արոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին իրենց ցուցաբերած վստահության համար եւ ընդգծեց, որ համատեղ ջանքերով նրանք կկարողանան աստիճանաբար լուծել մունիցիպալիտետի բնակիչների առկա խնդիրները։ Սագրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Ջեմալ Խմալաձեն, իսկ նախագահի տեղակալներ դարձան Վաղինակ Արզումանյանը եւ Յասոն Նազգայիձեն։